Ավելի քիչ կլինեն ելույթները, համեցեք։ Խնդրում եմ պահպանել լռությունը, հարգելի գործընկերներ։ Մեծարգո փոխոստակներ, հարգելի գործընկերներ, այսօր քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը։ Եվ շատ սիրով ողջունում եմ Տիկին Մանուկյանին, բայց ուզում եմ ասել, որ 2 օր է մենք այսպես անընդհատ խոսում ենք Հայաստանի սպառնացող դեֆոլտների, տնտեսական ճգնաժամերի, ողբերգությունների մասին, եւ այսօր դրան էլ գումարվեց մի շատ հետաքրքիր թեզ, որ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերում կան սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, այո, Տիկին Գասպարյան, ես ուսուցիչ եմ եղել եւ եղել եմ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ։ Դուք թիրախավորում էիք մի ամբողջ համայնքի, դուք թիրախավորում էիք մեր բժիշկներին, մեր ուսուցիչներին, մեր մանկապարտեզների աշխատողներին, բազմաթիվ մարդկանց, ովքեր շատ ցածր աշխատավարձ են ստացել։ Կներեք, մենք սերունդ ենք կրթել, մենք ծառայություն ենք մատուցել Հայաստանի Հանրապետությանը եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր միլիոններ չեն աշխատել ճակերտներով, նրանք արժանի են տարական հարգանքի։ Եվ ես ձեզ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ամբիոնը չօգտագործել եւ չթիրախավորել Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր գուցե սոցիալական անապահով խավին են պատկանում։ Ես հույս ունեմ, որ դուք այլևս չեք թիրախավորի բոլոր այն մարդկանց, ովքեր խնդիր ունեն, եւ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերում կան ուսուցիչներ, բժիշկներ, գիտաշխատողներ, ովքեր շատ ցածր աշխատավարձով աշխատել են, Տիկին Երևան, ներողություն, հարգելի գործընկերներ, նախ խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ նիստը անցկացնել նստած եւ պահպանել լռություն, հակառակ դեպքում նորից անուն ազգանուններով զգուշացում եք ստանալու։ Չվերադառնալով այս խոսույթին, ուզում եմ խոսքս ձեզ ուղղել պարոն Մխիթարյան, քիչ առաջ ասացիք, մեզ համար դպրոց կառուցելը կարևոր չէ, ուսումն ավելի կարևոր է։ Ներողություն եմ խնդրում, դուք տեսել եք այն դպրոցները, որ վերակառուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դուք մտել եք այդ դպրոցների պետքարանները, լվացարանները տեսել եք, դուք տեսել եք այն լաբորատորիաները, որտեղ երեխաները պիտի կրթություն ստանային։ Ինչպես դպրոցը կարևոր չէ։ Եթե կարևոր չլիներ, դրանք չէին կառուցվի։ Եթե կարևոր չլիներ, պետությունը դպրոց չէր պահի, դպրոցի շենք չէր պահի։ Ծխական դպրոցների նման կնստեինք ծառերի տակ եւ դաս կվարեինք։ Ես խնդրում եմ, եկեք մի ասեք բաներ, որոնք իսկապես կարևոր են։ Եվ այն տասնյակ հազարավոր փոքրիկները, որ այդ լուսավոր շենքերում դաս պիտի սովորեն, նրանք արժանի են դրան։ Իսկ այն չկառուցված դպրոցների երեխաները սիրով սպասում են դրան։ Լավ է, որ դուք կրթության ոլորտից չեք։ Պարոն Ֆարմանյան, դուք անընդհատ ասում եք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, հիմա նույն հարցը ձեր ուժին եմ տալիս։ Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, դեֆոլտ, տնտեսական ճգնաժամ, 300,000 ադրբեջանցի, 2020 թիվ, 22 թիվ, 23 թիվ։ Լավ չտեսաք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեր ասածներին այնքան էլ մեծ նշանակություն չտվեց, այլապես ձեր ուժը, ձեր չընտրված վարչապետով կլիներ այս թևում։ Ես խնդրում եմ, երբ որ մեզ ինչ-որ բան ասում եք, հիշեք, որ մենք էլ կարող ենք հակադարձել։ Եվ բոլորիս մաղթում եմ, որպեսզի Տիկին Մանուկյանի ընտրությունը կայանա խաղաղ, հանգիստ, ժպիտով։ Շնորհակալ եմ։